Գուցե դա հոգու հետ հանդիպման հենց պահն է, որ ֆիքսվում է այս տեսախցիկների միջոցով։ 8 բաղադրիչներից յուրաքանչյուրը բնորոշ են Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տեր-տիրուհիներից որևէ մեկին։ Այն երեխաները, ովքեր պիտի չապրեն եւ մահանում են մոտակա ժամերի կամ օրերի ընթացքում, չեն ունենում այդպիսի բռնկում։ Հիպնոզի մասին ինչ-որ բան ունես ասելու Լիլիթ ջան։ Խնդրեմ։ Բանից պարզվում է մենք կարող ենք դիմել ճակատագիրդիցին, բայց անպայման նշելով նրա ծագումը։ Այո, որոնց շնորհիվ արթնանում են երեխայի այս գայարանները եւ միևնույն ժամանակ կապ է հաստատվում հոգու հետ անմիջապես։ Ոչ թե Հիպոկրատ, այլ Հիպոքրատ։ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տեր Արամազդի եւ Աթինասպալազի որդին է, Բնականաբար խոսում ենք Հիպոկրատի մասին, Լիլիթ ջան, բնականաբար։ Քանի որ խոսք գնաց, բերես օրինակն էլ ասենք։ Հասանք վատ տեղ։ Լուսաբերը, որի անվան շուրջ բազմաթիվ բանավեճեր են գնում համացանցում եւ այլուր, ինչպես բանից պարզվում է, Լյուցիֆերի քույրն է,